Բոլոր նրանք, ովքեր որ պատասխանատու են այդ արձանագրությունների կազմման համար ընդդիմությունից, նախանձախնդիր հոգնածս ո՞րն է։ Ըստ վերջին պահին, ասենք, որտեղ դու պետք է արձանագրես, որ այդ այլանդակությունը, առանց արձանագրման դա անցնելու է։ Իշխանությունների այլանդակությունները անցնելու են։ Հետեւաբար արձանագրությունն է ամենակարևորը, առաջին, իմ դիտարկումը, ընդ որում ես Եվս մի շարք տեղերի հետ կապի մեջ եմ եղել։ Իմիջիալոց, եթե հա դուրս եկել մարդամեկը ողջուններ աղարկում, իբրև թե բան լավ տրամադրություն, չնայած ուրիշ ինֆորմացիաներ կային, ասում են, որ ինչն է, որ օդանավակայանում թռնում է այդ պատրաստի բան վիճակի են վերել։ Հա։ Այո։ Փայտիկը տվել են։ Չգիտեմ։ Փայտիկը, կարևորը փայտիկն է։ Այսպեսի ոմանց տան անդամներն են ոնց որ թե պատրաստել կամ արդեն Որտեղ Վրաստանի սահմանում են արդեն։ Ոչ, դեռ չեն հասել։ Այո։ Եթե փորձ է արվում ներկայացնել, որ իբրև թե ամեն ինչ հանգիստ է բան հարց, եթե ամեն ինչ այդպես լավ է ընթացել, այսքան խախտում, եթե հոսանք ինչ է կանջատում։ Այո, ինչ է այս ամեն ինչը տեղի։ Այս զինվորներին վերջի րոպեին ինչ եք բերում։ Ամբողջ ընթացքում ծեծ ու ջարդ, 20 օր շարունակ ահաբեկչություններ, ձերբակալություններ, այսօր լուսաբացից սկսել եք, տեղամասերից ուղղակի առևանգումներ, տեղամասերում, չգիտեմ, ծեծ ու ջարդ, այս ամեն ինչը, բա ինչի համար է։ Ինքը փորձում է ցույց տալ, որ իբրև թե հանգիստ մնացեք, թող ոչ մեկ չպատրաստվի գնալ այդ իմիջիալոց, այդ ինքնաթիռով քանի մարդ կարող է գնալ։ Դե մի ընտանիք հազիվ ունեցվածքով բանով որ լստեն, մի ընտանիք հազիվ գնա, մնացածները անիվներից պիտի կախվեն, առանց ունեցվածքի, թող մտածեն, ու կոնկրետ Աֆղանստանը տենց է ոնց որ։ Պաստորեն, այդպիսի բաներ կա, համատարած հոսանքազրկումներ, այս պահին ուրեմն նորից խայտառակություն, 13-7, 13-6, 14-4, չէ, սա ուղղակի չգիտեմ, չէ, 13-37, 13-44, 14-15, բոլորը համատարած հա, խայտառակություն է սա ուղղակի, 12-49, 14, բա որ դու սիրում ես, բա որ դու ընտրված ես, այս ինչ է տեղի ունենում, 10 ուրեմն դրոպ 25 կտրատեղամասում կորել են կտրոնները, որոնք տպվում են ԿՀ սարքը, 100 կտրոն չեն կարողանում գտնել։ Սկսվեց, ինչպես ասում են, սկսվել է։ Ուրեմն իշխանությունը մի բանում վստահ է, ինքը պարտվել է, եկեք արձանագրենք, բոլոր այս հոսանքազրկումները, կտրոնների կորելը վերջին պահին բիրիքով զինվորներին բերելը, սա մի բանի մաս է խոսում։ Իրենք վստահ են նախ մասնակցության տոկոսը շատ բարձր է, սա նշանակում է բարձր մասնակցության տոկոսով 60 եւ ավել տոկոսով իշխանությունը պարտվում է, փոքրամասնություն է, որտեղ բոլոր ընդդիմադիր ուժերը ով անցնում է 3 թե 4-ը իրար հետ են։ Պարոն Ապետյան, քիչ առաջ ուրեմն փաստորեն 5 տեղամաս են վերջին 2 րոպեի ընթացքում բերել են զինվորականների։ Այս ինչ օրն ես ընկել, այս ինչ խայ։ Ես 50% ունեմ, 65% ունեմ։ Բայց այս ինչ խայտառակություն, այսինքն ողջ հարմար, ուզում է 101% հավաքի երևի։ Ժամը ուրեմն քաղաքներում, Ծաղկաձորում, ժամը 17:00-ի դրությամբ ամենաակտիվ մասնակցություն ունեցել են 5 քաղաքներ՝ Ծաղկաձոր 67.8%, Քաջարան 60.8%, Վարք 59.4%, Ապարան 56, կեցեք դուք 56.8%, Ճամբարակ 56.1%։ Հույս ունեմ, որ այն գիտակցումը ունեին, որ պիտի սա ինչ էր ասում օկուպացվածներից ազատագրվելու պայքար է։ Ուրեմն նորից եմ ասում, ինչի մասն է խոսում համատարած հոսանքը։ Ես այսօր մինչև այս տաղավարը գալ անտիֆեյքում եթեր եմ եղել ժամուկես, այնտեղ դեռևս հոսանքազրկումների մասին չկար խոսք, բայց ես ասում եմ, այս բոլոր խախտումները ինչ որ հիմա արձանագրվում է, դա անհամեմատ շատ ավելի փոքր է ի համեմատ նրա, որ հոսանքազրկումն է, որտեղ ինձ համար հոսանքազրկումը դեռևս պատմական հիշողություն ունեմ 1996 թիվ հոսանքազրկումներ, արկղերի փոփոխություններ, քվեաթերթիկների տրցակներով լցնել եւ այլն։ Հիմա փաստացի գործող իշխանությունը վստահ է, որ ինքը պարտվել է։ Սա արձանագրում ենք, փաստ արձանագրում, հակառակ դեպքում ոչ մի հոսանքազրկում չէր արվի։ Վերջին պահին ոչ մի զինվոր փաթեթով, բիրիքով չէին բերի։ Արձանագրում ենք իշխանությունների քայլերը տրամաբանորեն բերում են մեկ նույնական եզրակացության, իշխանությունը պարտվել է։ Հիմա այս բոլոր հոսանքազրկումներում, որտեղ հանգամանքների բերումը մեկ էլ կպարզի, որ իշխանության
կուսակցությունը հաղթում է, ես կարծում եմ բոլոր տեղերում պետք է ընդդիմությունը ուրեմն բան անի, վիճարկի այդ։ Հիմա հենց հիմա արձանագրումներ են կազմելու հոսանքի հետ կապված անջատումներում բոլոր առնվազն ես գոնե լսեցի մոտ 10-12 արդեն թերթիկներ են բազմաթիվ հայտնվել, որ ըստավորապես 33 դրով 17 ընտրատեղամասում անձի կողմից կրկնակի գրանցման փորձել են արել ահազանգ աշտարակից, այսպես աշտարակում 17 դրով 11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ԿՊ, լավ է, չէ՞, միայն կարող եք ընտրել ԿՊ-ականներին, ու այսպես բազմաթիվ խախտումներ։ Նորից եմ ասում արձանագրել, նորից եմ ասում արձանագրել։ Սա է հիմնականում վաղը ընդդիմության այն խաղակարտը դառնալու, որ արձանագրված խախտումները էականորեն կարող է, տեսականորեն ասեմ, սա թիվ նկարի, որ 101%-ով նոր մեծ հայտարարություն, ուժեղ Հայաստան կուսակցությունը տարածեց, ժամը 20:42-ի դրությամբ զինվորները դեռ շարունակում են քվեարկել, սա արդեն մեծ հայտարարություն, 20:00-ին պիտի փակել, ուրեմն 20:42-ի դրությամբ զինվորներ, քանիսն է հիմա, դեռ մինչև 10 րոպե առաջ զինվորներին 20:51 Այս ինչ հայտարարություն, այս ինչ վիճակում տարել են եւ հսկողության տակ, կա այս բաները, այսինքն դուք կարող եք անգամ մեր Telegram ալիքով քիչ առաջ տեղադրեցիք, սա տարածել է ուժեղ Հայաստանը, չէ, սրան պիտի տեր կանգնել, արձանագրել ինչ անել, արձանագրել միջազգային հանրության։ Ոչ, առաջին քայլը արձանագրելն է փաստը, իրավական գործընթացի համար։ Երկրորդ ընդդիմությունը բոլոր նրանք ովքեր որ անցել են եւ ովքեր որ մասնակցել են կեցվածք են դրսևորում այս խախտումների հետ կապված։ Բոլոր են ընտրատեղամասում, որտեղ հոսանք է անջատվել, վստահաբար հոսանքի անջատումները ամենամեծ խախտումներն են։ Այն մի անձը երկուսի տեղի, մի ազգանունը երկու տեղ եւ այլն, սրանք եղանակ չեն որոշում։ Ես նորից եմ ասում, հիմնական խախտումներ, որը կարող է տոկոսներ արժանան, դրանք հոսանքի անջատումներն են եւ այս զինվորները, որոնք բիրիկով բերել են։ Այո, եւ 30,000 արցախցի չի ներառվել ընտրացուցակներում, փաստաբան Ռոման Երիցյանն է հայտնում։ Այս պահին 30,000 արցախցի ունի պատրաստ հայցադիմում եւ պատրաստվում է մուտքագրել հայց դատարան, օրենքով դա թույլատրվում է նույնիսկ քվեարկության օրը, սակայն դատարանների կողմից ստեղծվել են արհեստական խոչընդոտներ, հայտարարել է փաստաբան, այսինքն ինքը գիտի, չէ՞ որ ում էին ընտրելու 30,000 արցախցիները վստահաբար կամ Ռոբերտ Քոչարյանին կամ ուժեղ Հայաստանին կամ Գագիկ Ծառուկյանին չի թույլատրել այս մարդկանց, սա իսկ ես կարծում եմ երկու սարսափելի մեծ բան կա, մեկը որ նախ կրկնակի քվեարկություն, բայց ամենասարսափելին որ ուրեմն ընտրատեղամասները պիտի փակվեր 20:00-ին 20:42-ի դրությամբ, տեսեք սա ձայնագրված է, արձանագրված է, շարունակում են իրեն քվեարկել, զինվորները շարունակում են քվեարկել, այսպիսի բաներ կա։ Խնդրեմ, պարոն Հապետյան։ Փաշինյանը վստահ է։ Մի բանում հաստատ, ես համակարծիք եմ իր այդ կարծիքին։ Փաշինյանը վստահ է, որ ինքը պարտվել է։ Մենք եւս համակարծիք ենք, որ Փաշինյանը պարտվել է։ Բոլոր այս խախտումները ընդհանրապես մեկ բանի մասին են խոսում։ Նախ, բարձր մասնակցություն։ 60% եւ ավել մասնակցությունը Փաշինյանի 100%-անոց պարտությունն է։ 1. Երկրորդ, լույսերի համատարած անջատում Փաշինյանի պարտության մասն է խոսում, ուրիշ ինչպես ասում են, այլ հնար չկա։ Եվ երրորդ, որը կարող է էականորեն ազդել, խրձերով զինվոր են բերում։ Չէ, սա այս 3, եկեք այսպես, հա, 3 հիմնական բաներ եւ ընդդիմությունը արդեն պիտի կեցված դրսևորի։ Ընդդիմությունը կեցված չի դրսևորի։ Նորից մի քանի տեղամասերում հիմա կա տվյալներ, մենք արդեն սպասում ենք, չունենք դեռ, ես կարծում եմ շատ արագ փոքր տեղամասերից չեմ տեսնում։ Եկեք Քարոզ Արշավի մասին խոսենք, ինչ տեղի ունեցավ այս Քարոզ Արշավը ոնց է գնահատում, պարոն Հապետյան։ Ուրեմն այսպես, ամենակարևորը ըստ իս Քարոզ Արշավի ընդդիմության հիմնական հաղթաթուղթը մեծ տոկոսով մասնակցությունն էր, այսինքն
առաջինը։ Քարոզարշավը ծրագրային դրույթների Ինչով է շահեկան էլի դա եմ ուզում ասել։ Իշխանությունը ունի որոշակի տոկոս ընտրազանգված եւ որոշակի վարչական ռեսուրս։ Այդ տոկոս ընտրազանգված իր համախոհները եւ վարչական ռեսուրսը քարոզչությամբ չի ավելանում, դրանք ֆիքսված են։ Ասենք օրինակ գիտեն, իրենք 20% ունեն։ Բայց 20% ինչի մեջ, ասենք 50% մասնակիցների մեջ, այդ 20%-ը, եթե 50% են գնում մասնակցության, 20%-ը կարող է դառնալ 40-47%։ 50% մասնակցության մեջ։ Այնպես ինչպես Երևանում 9%-ով քաղաքապետ ընտրվեց։ 9%։ Ընդ որում, որը վարչական ռեսուրս էր։ Իհարկե, 9%-ին գումարվեց ինչ-որ մեկը, ցայներ ավելացան, որ ընտրվի քաղաքապետ։ Հիմա ինքը գիտի իր ստաբիլ, ասենք 20%-ը, բայց եթե մասնակցությունը 60% է լինում, այդ 20% կոչվածը երբեք 45-48 չի դառնում։ Մենք լավ լուր ունենք, հենց հիմա կապի դուրս եկավ Անին։ Անի, դուք կարծեմ Գյումրիում եք, չէ՞։ Ես Գյումրի էի գնացել, հիմա վերադարձել եմ քիչ առաջ։ Շատ լավ։ Մենք արդեն ուղիղ կապի մեջ ենք անի։ Ես պիտի խնդրեմ ձեր տպավորություններով մենք պարոն Նահապետյանի հետ ուղիղ կապի մեջ ենք, խնդրեմ։ Ուղիղ եթերում ենք, խնդրեմ, ինչ տպավորություններ, ինչ կարող եք ասել։ Նախ շնորհակալ եմ նշեմ, որ ես Գյումրի հասա այն պահին, երբ այնտեղ արդեն ոստիկանները 3 անձի վերման էին ենթարկել եւ վերման էին ենթարկել ուժեղ Հայաստան դաշինքի անդամների, ոնց որում վերման էին ենթարկել տանից 3 անձի վերման ենթարկողը եղել է Ֆուդինյանը, որը հիմա ի պաշտոն է, այսինքն ոչ թե անձամբ ինքն էր այսպես, վերման ենթարկել, այլ մասնակցել էր այդ վերման ենթարկելու գործողությանը, որի իրավունքի պաշտոն է ինքը չունի, եւ այնտեղ կսկտուր բացատրություն է տրվում առայն, որ կաշառք տալու, այսպես կասկածով են վերման ենթարկվել, բայց այդտեղ պնդում են, որ նման բան չկա, այդ անձիկ իրենց տանն են եղել, հանկարծ ոստիկանները ներխուժել են մարդու սեփականություն եւ վերման են ենթարկել։ Բացի դրանից հետո արդեն էլի ոստիկաններ եկան, երբ որ տղաներին վերման էին ենթարկել, որպեսզի դեպքի վայրի պահպանություն իրականացնեն, մտան մարդու տուն, ոչ թե օրինակ դարպասները մոտ կանգնեցին, դարպասները փակեցին, այլ ուղիղ մտան մարդու տուն։ Ընդ որում, փաստաբանը այնտեղ գոռում էր, որ դուք իրավունք չունեք, հիմա դուք կարող եք այնտեղ որևէ իր եք թողնում։ Որն է երաշխիքը, որ օրինակ ոստիկանությունը, իրավապահները այնտեղ որևէ ինչ չեն թողնելու, հետո դա չի վերագրվելու այդ անձանց։ Փաստաբանին էլ այդպես մեզ չթողեցին։ Հետո հասկացան, որ առավոտյան էլի անձանց էին ձերբակալել էին նաև Հայաստան դաշինքի պատգամավորի տեխնացուի խոսքով Գյումրիում այս անգամ ավելի շատ փորձել էին այսպես, վախի մթնոլորտ ձևավորել։ Դուք նաև դրանով եք բացատրում, որ նախորդ ընտրությունների սովորաբար Գյումրիի մասնակցությունը շատ ավելի գյումրեցիների մասնակցությունը շատ ավելի բարձր է լինում։ Դրանով եք նաև բացատրում, որ մի փոքր քիչ էր այս անգամ գյումրեցիների մասնակցությունը։ Տեսեք, այո, որովհետև մարդիկ նախընտրել էին առհասարակ տնից դուրս չգալ, քան կռվի մեջ ընկնել կամ իրավապահների հետ խնդիր ունենալ։ Պատկերացրեք այն քաղաքական ուժերին, որոնք ընդդիմադիր էին, նույնիսկ նրանց վստահված անձերի մեքենաներն են կանգնացրել, ասում են կարող են, չգիտեմ, մի լուցկու համարեն, ասեին, որ պիտի արձանագրություն կազմեն, կամ պիտի վերման ենթարկեն, հասկանում եք, այսինքն համատարած ճնշում էր գործադրվել, ասեմ նաև ճնշում է գործադրվել, ես վստահ եմ ասում հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց վրա դիպության ներկայացուցիչների, որովհետեւ սկզբում ակտիվ խոսում էին, փորձում էին ներկայացնել իրավիճակը, հետո հանկարծ սկսեցին այլևս այսպես ասել, կռիվ չտան, որովհետեւ օրինակ չգիտեմ, Սարիկ Մինասյանի թաղամասում մեքենաների կուտակումները բոլորը ԽՊԱ-ականներ էին, Սարիկի ընկերներն էին, այսինքն ակնհայտ էր են ճնշումները, որոնք մարդկանց վրա կարող էր
գործածել անգամ, չգիտեմ, իրենց ներկայությամբ։ Երբ մեզ տեսան, արդեն ոստիկանությունը գործի էր անցնում, փորձում էր կուտակումները ցրել, այնտեղ մենք այլահազանգերել էինք ստացել, իհարկե մենք չկարողացանք այդ պարզել, բայց կաշառքի վերաբերյալ ահազանգեր կային, այնտեղ մի բացի դրանից, օրինակ ընտրատեղամաս կար, նույն Սարիկ Մինասյանի թաղամասում, որտեղ դիմացի տանը Թաթա Սիմոնյանի 16-16 երգն էր բարձր միացված։ Ես ձեզ ավելին ասեմ, տարբեր ընտրատեղամասերում Գյումրու եղել են կրկնակի քվեարկություններ, եղել է այնպես, որ քաղաքացին արդեն քվեաթերթիկով մտել է ներս, եղել է այնպես, որ ինքը դուրս է հանել եւ արդեն փողոցում խոտանել է երրորդ համարի քվեաթերթիկը, այլ դեպքեր եւս արձանագրվել։ Իսկ արդեն օրվա ընթացքում խոսում էի, որ գիշերվանից արևանգումներ, ձերբակալություններ, խոսում էի։ Այս անգամ գիտեք ինչ էր, այս անգամ իրենք ընտրել են այսպես, հա, իրավապահներով իրենց աղաբեկելու ճանապարհը։ Այ Անի, դու մի քանի ընտրությունների ես մասնակցել, ինչ տարբերություն կար այս ընտրության, իհարկե մենք դեռ կամփոփենք, կտեսնենք թե ինչ է կատարվում, բայց ինչ տարբերություն կար այս ընտրությունների եւ նախորդ ընտրությունների միջև։ Անի, մենք փորձենք նորից կապի դուրս գալ, ինքը Անին ճանապարհի վրա է, բայց իմիջիայլոց այսօր ուրեմն ընտրության այդ ընտրության ժամանակաշրջանը, երբ որ քարոզ անել չէր կարելի, պարոն Ապետյան, հանրային հեռուստաընկերությամբ ԿՊԱ-ականները ասուլիս են տվել 45 րոպե հանրային հեռուստաընկերությունը լուսաբանել է։ Հետո ուրեմն Հայաստան դաշինքի 4-5 անդամներ ասուլիս էին հրավիրել, պատշաճ կերպով ուրեմն տեղեկացրել էին դրա մասին հանրային հեռուստաընկերությանը, անգամ ասել էին, որ պատրաստ ենք լինքը ուղարկել, որ դուք դա լուսաբանեք, որևէ լուսաբանում չի եղել, այնպես որ այսպիսի բաներ եւս կա։ Հիմա նաեւ ինձ պարոն Ապետյանը ուղարկեց, տեսեք ինչ է գրել, ընդամենը 5 րոպե համացանցը թերթելով, պարոն Ապետյանը չի գրել, Narod Visit այս էջն է գրել, ընդամենը 5 րոպե համացանցը թերթելով հարյուրավոր համակարգված խախտումներ կգտնեք, բայց նիկոլական պրոպագանդիստ Դանիել Լեոնիսյանը, որը ներկայանում է իբրև անկախ դիտորդ իր 700 հոգանոց խմբով, դեռ չի կարողացել խախտումներ արձանագրել, խայտառակություն, Փարիզմունի իմաստով խայտառակություն։ Մենք կփորձենք քիչ անց Անի հետ նորից կապի դուրս գալ ճանապարհի վրա դրանով է պայմանավորված։ Խնդրեմ, այդ թեման եւ Դանիել Լեոնիսյանի թեման, խնդրեմ։ Նախ նորից եմ կրկնում անդիմությունը ձեր նախորդ տված հարցին անդիմությունը ամենաառաջնային խնդիր որ պետք է լուծել առավելագույն մասնակցություն այս պայքարը խորհրդանական կեցեն Թալինի հացառատ գյուղը նախնական տվյալներ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 20 ուժեղ Հայաստան դաշինք 160 այդ կարող է մի հատ 0 պակաս են գրել Ուժեղ Հայաստան դաշինք 160 քաղաքացիական պայմանագիր 20 200 մի 0 պակաս են գրել չէ դա ուրեմն իրականությունը շատ ակնհայտ է այս այլանդակություններ իշխանությունը անում է մի բանի համար եւ այդ ձեր նշած անձը հիմա կուրացել է խուլա կույր է չի կարողանում խոսել ոչինչ չի տեսնում եւ սա է սրանց ժողովրդավարությունը ժողովրդին սիրում են կոկորտը պատրելով սիրում եմ ժողովրդին խափում ենք ժողովրդին, խափել ենք ու ելի կխափենք։ Սրանց սերը ընդամենը մեկ բառով է բնութագրում խափել։ Սուտը ում գործիքն է, սատանայի։ Այո։ Դե ստության հայրն է քո հայրը եւ բոլոր նրանց ովքեր որ սայլանդակությունները անում են, ստի կեղծիկի վրա իշխանություն եք պահում։ Ես համոզված ասեմ, որ ինձ գոնե հանգստացնում են իրողությունը, որ Փաշինյան ինքը գիտի, որ պարտվել է, հասկանում եք, Անժելա։ Ինքը գիտի եւ այս այլանդակությունները անում է, որտեղ պարտվել է։ Մասնակցությունը բարձր է։ Այո, եւ հայտարարել են կարողություն բարձր մասնակցությունը վկայում է Նիկոլ Փաշինյանի մոտալուտ պարտության մասին Կարապետյանները։ Մտքերս կարդում եմ եթերային։ Գուցե։ Հա, այսպես է, այսինքն սա շատ պարզ է, բայց ես չգիտեմ, այս լույսերի հոսանքազրկման հարցը պիտի հիմա ինչ հայտարարակ թվեր են ներկայացնելու, այս ընթացքում ինչպես է կեղծ ինչ են անելու, ինչպես է կեղծվելու, այնպես որ
ուրեմն իրենք ված թվեր ունեն, որ վստահաբար իրենք գիտեն։ Դուք ոնց եք, որ դու այդպես բանը հանգիստ ես, հանգիստ նստած, ներկայացնում է բարի երեկո սիրելի, որ բայց հետաքրքիր է, պետք է ճշտել, թե որտեղից էինք ասում։ Չէ՞։ Շատ հետաքրքիր է, որտեղից է մարդը մեկը այս բանը ասում։ Այս ուրեմն սպատը, հա, իր նստավայրի պատն է ոնց որ դրսի արտաքին միգուցե։ Լավ, ուրիշ տեղից է, ուրիշ երկրից է։ Դե կարող է հիմա չգիտեմ, այդ էական չի։ Շատ էական է, հանկարծ միայնակ չթողի թիմին։ Հա, դուք չեք մտածում իրենց մասին։ Լավ, իրանց խնդիրները, մեր այնքան հիմա իրանց խնդիրները վերցնենք, չէ, Քավլիցի իրանց խնդիրն է։ Հիմա օթանավի անիվից են կախվելու, որ ծակն են մտնելու իրանց խնդիրն է։ Ես նորից եմ ասում, բոլոր նրանք ովքեր այս այլանդակությունների մասնակից են, այդ թվում նաև են հրամանատարները, որ սենց հրամաններ են տվել, իրանք էլ են պատասխան տալու։ Եվ հոսանքա զրկման հետ կապված, հիմա պարզեն նաև այդ հեցի գրավումը ինչ հետ էր կապված։ Ընտրությունների հետ, այդտեղ միայն հեցը այն խնդիրը չէր, որ իբր ազգայնացնենք եւ այլն։ Ես հոսանքի անջատումներում իրենց մարդիկ լինեին, որտեղ ասեին, երբ անջատեն, ոնց անջատեն։ Գիտեք, այսպեսի մի նաև դիտարկում, որ եթե սայլանդակությունները հիմնավոր արձանագրված, փաստարկված էականորեն ազդելու են ընտրությունների արդյունքների վրա, այդ արդյունքները շատ երկրներ չեն ճանաչի, իդեպ ասեմ ձեզ, եւ որի վերաբերյալ մասնավորապես Ռուսաստան Դաշնության արտգործ նախարարության մամուլի պատասխանատու Մարիա Զախարովան ասել է, այլանդակությունները եթե շատ էականորեն ազդելու են, չեն ճանաչելու արդյունքը եւ Հայաստանի իշխանություն կոչեցյալը լեգիտիմ չի լինելու։ 20-30 ընտրատեղամասերում հոսանքազրկված վիճակը, տեսեք ինչ է հայտնում։ Հեցը հայտնում է ընտրատեղամասերի անխափան էլեկտրամատակարարման մասին։ Նույն ինքը Դե սա եւս ինչի մասն է խոսում վախում են սույն անձը վախում է որ այդ հոսանքազրկումը փաստական քրեական հետապնդման համար հիմքեր է տալիս որտեղ պայմաններ է ստեղծել ընտրությունների արդյունքը եւ ժողովրդի կամքը կեղծելու Սա է ես հոսանքազրկման մասին շատ վաղուց եմ ասել սա է այն հիմնական կեղծիքների փաթեթը, որով իրեն կեղծելու են, որտեվ շատ լավ հիշում եմ 96 թվում հիմնականում այդ կեղծիքների ցուցիչը հոսանքազրկումներ, նույնը հիմա, իդեպ ասեմ 2021-ին, որ տենց ժողովուրդ իրան սիրում էր, բավական շատ տեղեր հոսանքազրկում արեցին, որպեսզի այդ կեղծիքները, ինձ համար օրինակ գիտեք ինչ ցուցիչ կարող է լինել, պատկերացրեք 2 ընտրատեղամաս կամ 3 ընտրատեղամաս մոտ տարածքներում, այսինքն մոտապես ժողովրդի սոցիալական, ասենք կրթական, չգիտեմ, այն ինչ ասենք, նյութական, մակարդակը նույնն է։ Տարածք, հա, իրար մոտ տարածք, 3 ընտրատեղամաս։ Եթե մի տեղ հոսանքազրկել են, 2 տեղը չեն արել։ Եթե այդ 2 տեղի տարբերությունը ընդդիմության եւ իշխանության էական է, օրինակ ընդդիմությունը ջախջախից հաղթանակ է տալ, իսկ այն մի տեղը, որտեղ հոսանքազրկել են, իբր իշխանությունն է տալ, ակնհայտ է, չէ, հոսանքազրկման հետևանքը։ Այսինքն նույնիսկ sense համեմատական կարող է ստանալ։ Ես նորից եմ ասում, այդ հոսանքազրկումն է, որը սկզբունքորեն բերելու է այս այլանդակություններին եւ ընդդիմությունը կերծա։ Ընտրությունների այս ամբողջ ողջ օրվա ընթացքում էլ բայց ահաբեկչությունները, ձերբակալություններ եւ այս բոլորը կազմակերպված, հատկապես համայնքներում, համայնքապետերի հսկողության տակ այդ ամեն ինչը բերել են այդտեղ, իրենք են անցկացրել, իրենք են, բայց սա ինչ է նշանակում։